Դեկտեմբերի 7-ից 10-ը Բաթումիում կայացել է Վրաստանի բռնցքամարտի առաջնություն, որտեղ մասնակցել են երկրի տարբեր տարածաշրջաններից և քաղաքներից բռնցքամարտիկներ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի թիմը ևս մասնակցել է այդ առաջնությանը։ Արտյուշ Կոմցյանն արժանացել է մրցանակային երկրորդ տեղին, իսկ Օթար Երանոսյանն արժանացել է առաջին մրցանակային տեղին, ինչպես նաև նա ճանաչվել է 2016 թվականի Վրաստանի լավագույն բռնցքամարտիկը։ Մեր թիմը ներկայացրել էինք 5 բռնցքամարտիկ, 52 կիլոգրամ քաշային կարգում Էլիզբարյան Արսենը, 56 կիլոգրամ քաշային կարգում Կոմցյան Արտյուշյան, 60 կիլոգրամ քաշային կարգում Օթար Երանոսյանը, 64 կիլոգրամ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը և 69 քաշային կարգում Ստեփանյան Պետրոսը։ Բոլորն էլ լավ մարզավիճակում էին գտնվում, լավ պատրաստվել ենք, որովհետև մեծահասակների մրցումը Վրաստանի առաջնությունը դարձել է ամենահայտնի մրցումներից մեկը, որտեղ գրավելով առաջի տեղեր իրավունք են ստանում մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնության։ Այս մրցումներին լավ ենք պատրաստվել, գերազանց վիճակում էին գտնվում տղաները և ես շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին, որպես ուժ ու երանգ չեն խնայել պատրաստվելու համար։ Ասեմ, կազմակերպությունը շատ հոյակապ, լավ պատրաստվել էին և բռնցքամարտի ֆեդերացիան և սպորտի մինիստրությունը և եզրափակիչ մրցումը ուղիղ եթերով ցուցադրվում էր վրացական կանալներով։ Մեր տղաները ունեցան գեղեցիկ մենամարտեր, այդ թվում մեր Օթար Երանոսյանը, որը Եվրոպայի փոխչեմպիոնն է, նորից ինքը իր բարձր կարգը ցույց տալով հաղթանակների հասավ 2 բռնցքամարտիկի հետ մենամայքարում, իսկ երրորդը, որը Բաթումի բռնցքամարտիկ էր, նա չուզեց, որպեսզի դուրս գա Օթար Երանոսյանը դեմ, գիտենալով ինչպիսի ուժեղ բռնցքամարտիկ է Օթար Երանոսյանը, այնուհետև 2 լավագույն բռնցքամարտիկների այդ քաշում 60 կիլոգրամ քաշային կարգում նա գեղեցիկ հաղթանակներ տոնեց։ Եվ ասեմ 18 տարեկան դերևս մեր Արտյուշ Կոմցյանը, որը շատ լավ պատրաստված վիճակում ելույթ ունեցավ, ճիշտն ասած մենք գիտենք, որ ինքը լավ բռնցքամարտիկ է երիտասարդների մեջ, բայց առաջի տարիների մեծահասակների մեջ մասնակցում ոչ միայն մենք զարմացանք իր ելույթի գեղեցիկ հաղթանակներով, այլև ամբողջ ֆեդերացիան։ Նա դուրս եկավ եզրափակիչ 2 մենամարտ հաղթելով ուժեղագույն բռնցքամարտիկների, երրորդ մենամայքարում նա դուրս եկավ անցյալ տարվա Վրաստանի չեմպիոնի հետ այդ քաշային կարգում։ Ասեմ, մենամարտը մեր օգտին էր, բայց ինչ-ինչ պատճառներով հաղթանակը վերջին մենամարտում շնորհեցին Թբիլիսի բռնցքամարտիկին, բայց իրավունք ստացավ մեր Կոմցյան Արտյուշն, ֆեդերացիայի նախագահն ինքը մոտեցավ մեզ ասեց, որ ինքը անպայման պիտի մասնակցի Եվրոպայի մինչև 23 տարեկան տղաների առաջնությանը, որը տեղի կունենա եկող տարվա մեջ 2017 թվականին։ Ընդհանուր բռնցքամարտը 3 ռաունդներով է, 3-ական րոպե, տևողությամբ և 1 րոպե հանգիստ ռաունդների ընթացքում։ Մեր մյուս մարզիկները նույնպես լավ ելույթներ ունեցան, ասենք տեղեր չեն գրավել, բայց ընդհանուր թիմը ճանաչվեց լավագույն թիմերից մեկը, լավ պատրաստ թիմ, այդպես անվանեցին մեզ և ընդհանուր ժողովի ժամանակ ֆեդերացիայի մարզիչները հավաքված բոլորը գովեստի խոսքով ոտքի կանգնելով ծափահարեցին մեզ որպես Վրաստանի լավագույն թիմ։ Ուրեմն մեր մարզահամալիրում կան նաև երիտասարդների մեջ լավ բռնցքամարտիկներ և փոքր տարիքի մեջ պատանիների և ավելի փոքր դպրոցական տարիքի։ Այս տարի վերջերս 1 ամիս առաջ մեր երիտասարդների մեջ լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Ախալքալաքում և որը դարձել է նաև Վրաստանի չեմպիոն 81 կիլոգրամ քաշային կարգում, նա 91 կիլոգրամ քաշային կարգում էր ելույթ ունենում, այնուհետև 10 կիլոգրամ իջացրեց քաշը, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Դա տեղի ունեցավ 1 ամիս առաջ Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքում։ Լավ պատրաստված էր, շատ լավ պատրաստված վիճակում էր գտնվում տղան։ Ուղղակի Արտյոմ Յորդանյանը այնտեղ ցույց տվեց գեղեցիկ մենամարտ,
կան բաներ, որ ասենք սպորտսմենների հետ ասում են ժերեբիով կանները, ասենք ով ու մեծ ընկնում առաջի մեր սապայքար ինչ է անում, Յորդանյանին է մի քիչ, ասենք լավ չէր ընկել, առաջի մենամարտը նա ելույթ ունեցավ եւ մենամարտը տեղ ունեցավ հենց Ռուսաստանի բրոնզկամարտիկի հետ 81 քաշային կարգում, որը հանդիսանում էր Եվրոպայի չեմպիոն, հավասար մենամարտում հաղթանակը շնորհեցին Ռուսաստանի բրոնզկամարտիկին։ Դա ուղղակի մենք սպասում էինք, որ կարող է ինքը հաղթանակը վերցնի, ասենք ինքը հաղթի, հավասար մենամարտը տվեցին Ռուսաստանի բրոնզկամարտիկին, որը հանդիսանում էր Եվրոպայի չեմպիոն։ Ունենք շատ խոստումնալից երիտասարդներ այդ տարիքային խմբում, բացի Յորդանյանից կա Էլիզբարյան Արշակը, կան տղաներ, որոնք մեծ հույսեր են կապում իրենց հետ նույնպես, ու հույսով ենք հետագայում մեր բրոնզկամարտիկների թիմը, որոնք ելույթ են ունենում Եվրոպայում եւ աշխարհում կշատանան։ Ինչպես արդեն նշվեց, ախալքալաքցի բռնցքամարտիկների հաջողությունները պայմանավորված են նրանց ջանասեր, անընդմեջ պարապմունքների ու մարզումների հետ։ Նրանք չեն բավարարվում ձեռք բերվածով, ցանկանում են նորանոր հաղթանակներ նվաճել։ Մենք գնացել ենք Բաթում քաղաք, որտեղ տեղի ունեցավ Վրաստանի առաջնությունը ամսու 7-ից 10 դեկտեմբերի։ Մենք այդտեղ շատ լավ պատրաստվեցինք մեր թիմը, մեր տերիների Ատոմ Էլիզբարյանի հետ, որը մեզ շատ լավ պատրաստեց։ Կարելի է շատ դժվար էր, որտեղ Վրաստանի առաջնությունը, ամեն առաջնությունն էլ դժվար է իր տեղին, ամեն մրցումը։ Անձամբ ինձ համար շատ դժվար է, որովհետև ես անցյալ տարի նորից Վրաստանի չեմպիոն էի եւ ինձ պետք էր որ նորից ես իմ տիտղոսը պաշտպանեմ, էլի նորից չեմպիոն դառնամ։ Դրա համար ես շատ լավ պատրաստվեցի։ Ոչ մենակ ես, բոլոր տեղերը լավ պատրաստվեցին չեմպիոն դառնալու համար, լավ ռեզուլտատ բերելու համար, մեր Ջավախքի ազգը բարձր պահելու համար, ինչ կարելի է։ Հաղթանակներից հետո բարձր շատ ուրախ ենք։ Մենք մեր ընտանիքները, մեր տերիներները, մեր ընկերները շատ ցավ ուրախանան, զանգեն, շնորհավորեն։ Մենք էլ մեզի հպարտ կզգանք, որ մենք ուրախացնենք բոլորին։ Նպատակները շատ են։ Չորի այդպես էլ մեր տերիների նպատակը նույնն է։ Ինչքան կարելի է ամեն տուրնիրի չեմպիոն դառնալ, Եվրոպա, աշխարհ, մասնակցել Օլիմպիադա, ամենաբարձր տեղն է, երբ որ բռնցքամարտը կամ սպորտսմենը հասնի Օլիմպիադա ու ներկայացնի իր թիմը, իր ազգը։ Մեր նպատակը է որ հասնենք Օլիմպիադա։ Ես մասնակցել եմ 3 Հայաստանի առաջնություն, դա եղել է յունեշայի կարգում, տեղ չեմ գրավել, հետո Մալաջոժում, տեղ գրավել եմ երկրորդ տեղ, դա եղել է Քութայիսում, քաղաքում, եւ սա երրորդներ առաջի ռեսը զրոստի կատեգորիայում, դե զբաղեցրի երկրորդ տեղը։ Այո, ինձ վերջի մրցանակը ինձ շատ ոգևորեց, ես սրանից հետո կաշխատեմ ավելի լավ պատրաստվել, շատ պարապել, որ հասնեմ ավելի մեծ բարձունքներին ու շնորհակալ եմ ուզում հայտնել իմ տրեներին Ատոմ Էլիզբարյանին, որ մեզ լավ պատրաստեց բոլորիս, որ հասցանք սպես հարցը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզահամալիրն իր հիմնադրումից հետո տարիներ ի վեր կատարել եւ կատարում է հիանալի առաքելություն։ Հիմք ունենալով առողջ ապրելակերպի նշանաբանը, պատանիներին ու երիտասարդներին ներգրավում է մարզական պարապմունքների։ Ասվածի վառ ապացույցն է մեր մարզիկների նվաճած բազմաթիվ փայլուն հաղթանակները։ Այսօր մենք եւս մեկ անգամ բոլոր սպորտասերները, բոլոր Ախալքալաքի Ջավախքի քաղաքացիները, մեր հայրենակիցները ուրախանում են, որ նույնպես հեշտական մենք ունենք մի շարք հաղթանակներ եւ այդ հաղթանակները իհարկե ամենաբարձր աստիճանի մասին է խոսքը եւ ես թույլ տվեք նույնպես որպես եւ սպորտասեր եւ մի քիչ այս գործով զբաղվող ղեկավար եւ մունիցիպալիտետի ղեկավարության կողմից նորից շնորհավորեմ մեր մարզիկներին այս բարձր աստիճան հասնելու համար եւ ուզում եմ ասել մի երկու խոսք, որ լրիվ մոտավորապես
10 տարի է ինչպես հանձնված է ախալքալակում այս սպորտը համալիրի շենքը մենք ունենք հիանալի ռինգ, որը ստացանք նույնպես սպորտի եւ երիտասարդության մինիստրության կողմից որպես նվեր եւ այսօր արդեն 16 թիվն է եւ սպորտի մինիստրությունը եւ երևի հանրապետության ղեկավարությունը չի ափսոսա որ ասենք թե այսպեսի նեզդարում է ախալքալակի շրջանում որ շարքել է սպեսի սարա հիանալի տվել է նվեր ռինգ եւ նրանք չեն փոշման, քանի որ այդ ժամանակից սկսված երևի մինչև ասորդ օրս մենք մշտական ունենք Վրաստանի հավաքականի մեջ տարբեր հասակի, տարբեր քաշի, տարբեր ձևի մարզիկներ։ Ու միաժամանակ ուրեմն այս հիմնարկությունը նոր բացվելու հետ միասին նշանակվեց այն ժամանակները բավական երիտասարդ տնօրեն Ատոմ Էլիզբարյանը, որպես եւ տնօրեն, որպես եւ մարզիկ եւ նույնիսկ մարզիչ, այսինքն հագարակը, որպես մարզիչ եւ նույնիսկ մարզիկ, քանի որ նա հələ զբաղվում էր կոնկրետ բոքսով այդ թվերում, նշանակվեց եւ նույնպես ախալքալակու ղեկավարությունն էլ փոշման չէ, որ այս հենց մեր ատոմը նշանակվել է ղեկավար, քանի որ մենք տեսնում ենք բոլորս արդյունքը։ Եվ շնորհակալություն միաժամանակ հայտնենք այդ մարդուց, որոնք ախալքալակի շրջանում ընդհանրապես դրել են բոքսի հիմքը, հենց Ատոմ Էլիզբարյանը ինքը իրան չէ, սովորի ինքը ունեցել է իր մարզիչը Ովանովլան Կիմիգին, ողորմի հոգուն Անտոնյան Ալեքսանին հիշենք, ոբշեմ մի խոսքով բոլորին հիշենք, որոնք հələ մենք չենք եղել, բայց ախալքալակ արդեն բոքսը եղել է։ Եվ գեցես նրանք, որոնք որ այդ լավ տրադիցիաները այսօր շարունակում են ու շնորհակալություն բոլորը առաջերտում մարզիկներուն եւ հեշտ բան չի լինի։ Արվեստի մեջ, սպորտի մեջ իմիջիալոս բիժդան բան չի լինում։ Իմիջիալոս մարդը չի կարող չպարաբաց գնալ ու առաջի տեղ գնալ։ Այդ երկար տարիների, երկար ամսների, երկար ժամերի պարաբունքի արդյունք է եւ մարզիկի եւ մարզիչի։